Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքում մեր հերթական ավանդական թեմատիկ զրույցներն են։ Մենք ամեն անգամ փորձում ենք առանձնացնել մեր հանրությանը հուզող որոշակի ակտուալություն ունեցող որևէ թեմա, դրա շուրջ կատարել ուսումնասիրություններ, վերլուծություններ եւ դա ներկայացնել մեր հանրային ուշադրությանը։ Այս անգամ մեր ուշադրության առանցքում մեր սիրելի երիտասարդներն են, մեր հասարակության այն կարևոր շերտի ներկայացուցիչները, որոնք մի կողմից ունեն մեր բոլորի աջակցության կարիքը կայանալու, դրսևորվելու, պատշաճ մասնագիտական կրթություն, որակավորում ստանալու, հմտություններ, կարողություններ ձեռք բերելու եւ նաեւ մեր ապագան նրանց վստահելու իմաստով։ Այսօր մենք խոսենք այդ թեմայով հասկանալու համար, թե ինչպիսի վիճակում է գտնվում այսօր երիտասարդությունը, ինչ խնդիրներ ունի դա եւ ինչպես են լուծվում այդ խնդիրները, եթե իհարկե որևէ մեկը հիմնավոր կերպով զբաղվում է այդ խնդիրների լուծմամբ։ Նախ ասեմ, որ բոլոր հասարակության, բոլոր կարգի հասարակություններում, բոլոր երկրներում երիտասարդությունը մշտապես գտնվում է հասարակության եւ հատկապես պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում։ Երիտասարդությունը դա նաեւ հասարակության շարժիչ ուժն է։ Հասարակական կյանքի հիմնական հարաբերությունների գլխավոր դերակատարը, նաև ֆիզիկական շարժունակության իմաստով, որովհետև շարժումը, կենսունակությունը, տեղաշարժերը հասարակության մեջ կազմակերպում են, իրականացնում են հենց երիտասարդ մարդիկ, ովքեր ունակ են դառնալու, ովքեր ձգտումներ ունեն, եւ երիտասարդության ներկայությունը փոխում է հասարակական հարաբերությունները, ամենափոքր համայնքից սկսած մինչև ողջ հասարակություն։ Պատկերացրեք գյուղեր առանց երիտասարդների։ Մենք ունենք ցավոք սրտի այդպիսի գյուղեր, որտեղ չկան երիտասարդ ընտանիքներ, որտեղ չկան երիտասարդներ, հիմնականում ապրում են ծերեր, միայնակ մարդիկ, թոշակառուներ։ Այդպիսի գյուղերում, այդպիսի բնակավայրերում կյանքը կարծես կանգնած լինի։ Նրանց ներկայության բացակայությունը պատճառ է հանդիսանում նաև ինստիտուցիոնալ կառույցների ֆունկցիոնալ տապալման։ Եթե համայնքներում, բնակավայրերում չկան երիտասարդներ, երիտասարդ ընտանիքներ, ուրեմն համայնքներում օբյեկտիվորեն չեն կարող լինել նաև երեխաներ, չեն կարող լինել մանկապարտեզներ, չեն կարող լինել հանրակրթական դպրոցներ, չեն կարող լինել տարբեր միջոցառումների իրական մասնակիցներ, այսինքն մեռնում է, տապալվում է հանրային, համայնքային կյանքը։ Եվ ցավոք սրտի այսօր մեր շատ բնակավայրերում հենց այդպիսի իրավիճակ է, որովհետև հատկապես մեր գյուղական երիտասարդությունը չունի իր ծննդավայրում, իր սիրելի գյուղում, իր սիրելի քաղաքում, համայնքում ապրելու, իր բնական կենսաբանորեն առաջացող երիտասարդական կյանքով պայմանավորված պահանջմունքները բավարարելու համար ես նկատի ունեմ նաև պահանջմունքներ, որոնք պայմանավորված են շարժունակությամբ, ժամանցի կազմակերպմամբ, կրթության ստանալու հնարավորությամբ եւ այլն։ Մյուս կողմից երիտասարդները հանդիսանում են հասարակական հարաբերությունների ակտիվ դերակատարները։ Որևէ միջոցառումներին, որևէ իրադարձությունները կենսունակ են, մարդաշատ, առույգ, աշխույժ, եթե դրանցում կան երիտասարդներ, լինեն ամենահասարակ հանրային միջոցառումներից սկսած մինչև մշակութային միջոցառումներ եւ այլն։ Պատահական չի, որ օրինակ ընդդիմադիր շարժումներում բոլորը հատկապես կարևորում են երիտասարդության մասնակցությունը եւ այլն։ Եվ այդպես եղել է բոլոր ժամանակներում։ Օրինակ 1988 թվականի Արցախյան շարժման հիմնական շարժիչ ուժը, հիմնական դերակատարները եղել են երիտասարդները։ Երիտասարդների ավյունն ու ջանքերն են բերել նաեւ այդ ժամանակվա երիտասարդ դասախոսների ներգրավվածությանը որպես այդ շարժման առաջնորդների, ակտիվիստների, որովհետև նրանք դուրս են եկել փողոց իրենց իրավունքների, համազգային խնդիրների պայքարի համար, իրենց սիրելի ուսանողների հետ միասին, առաջնորդելով իրենց ուսանողների նաև պայքարի այդ ուղղության մեջ։ Հասարակության մեջ երիտասարդության դերը մեծ է նաև ապագայի իմաստով, որովհետև այն մարդիկ, ովքեր այս պահին երիտասարդներ են, նրանք ովքեր հիմա սովորում են տարբեր ուսումնական հաստատություններում, համալսարաններում, իրենց առաջին աշխատանքային քայլերն են կատարում տարբեր պետական մասնավոր կազմակերպություններում, օբյեկտիվորեն, կենսաբանորեն գալու է ժամանակը, որ նրանք դառնալու են հիմնական որոշում կայացնողները եւ որոշելու են ոչ միայն մեր հասարակության, մեր պետության, այլ նաեւ մեր ապագան, որովհետեւ կենսաթոշակային տարիքում մարդկանց ակտիվությունը օբյեկտիվորեն նվազում է, հասարակական հարաբերություններում ներգրավվածությունը պակասում եւ որոշումներ կայացնողներ են դառնում մարդիկ, ովքեր
ձևավորվում են այս ժամանակաշրջանում, հետևաբար նրանց արժեքային կողմնորոշումը, նրանց գիտելիքները, նրանց կրթությունը, ձեռք բերված աշխատանքային փորձառությունը, մարդկային հատկանիշները դառնում են վճռորոշ ոչ միայն իրենց սեփական ճակատագրի, իրենց ընտանիքի, իրենց համայնքի, այլ նաև ողջ հասարակության կազմակերպման իմաստով։ Երիտասարդության խնդիրները առնչվում են մի քանի ուղղությունների, մասնավորապես դրանցից առանցքայինը դա կրթությունն է։ Կրթությունը, որը պետությունը պարտավորություն ունի ապահովել անվճար հիմունքներով եւ պարտադիր կարգով հանրակրթության ոլորտում, այսինքն դպրոցական տարիքի բոլոր աշակերտները մանուկ հասակից, այսինքն 6 տարեկանից սկսած մինչև պատանեկության ձևավորման այդ հասակը մինչև 18 տարեկան ըստ էության նրանք ներգրաված են լինում պետական պարտադիր ուսումնական ծրագրերում եւ պետությունը հոգ է տանում նրանց կրթության կազմակերպման համար եւ այդ կրթության որակն է մեծապես պայմանավորում այդ երիտասարդների ապագան, թե հետագայում նրանք ինչ ուղղությամբ, ինչ խորությամբ կշարունակեն իրենց կրթությունը, կստանան այլևս բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն համապատասխան ուսումնական հաստատություններում ձեռք բերելով մասնագիտություններ, որոնք արդեն կողմնորոշիչ եւ վճռորոշ են լինում նրանց հետագա ամբողջ կյանքի համար։ Իսկ ինչ ունենք մենք այդ իմաստով։ Նիկոլ Փաշինյանի կառավարության գլխավոր տապալումներից մեկը դա կրթության ոլորտում ձախողումներն են։ Մենք այսօր ունենք մի այնպիսի հանրակրթության համակարգ, դպրոցական կրթության, որտեղ ուսուցիչների մի զգալի մաս ունեն ցածր որակավորում, մենք ունենք ուսուցչական կադրերի պատրաստման լրջագույն խնդիրներ, որովհետև հիմնական ուսումնական հաստատությունը, որը նախապատրաստում է ուսուցիչներին եւ գործողում հանրակրթության ոլորտում աշխատելու, դա Հայկական պետական մանկավարժական համալսարանն է Խաչատուր Աբովյանի անվան, որտեղ վերջին ժամանակաշրջանում տեղի ստացվող միակ հանրահռչակ տեղեկատվությունը դա ռեկտորի, պրոռեկտորի եւ բազմաթիվ այլ դասախոսների մասնակցությամբ տեղ ունեցած կոռուպցիոն սկանդալն է։ Իհարկե չգիտեմ, թե դա ինչքանով է հիմնավոր, որովհետեւ ինձ համար մի քիչ դժվար է պատկերացնել, որ մանկավարժական համալսարանում վճարովի հիմունքներով սովորող ուսանողը պետքա նաեւ վճարի ինչ-որ կաշառք վճարի որևէ դասախոսի ինչ-որ մի բանի համար։ Դժվար եմ հասկանում, թե դա ինչի համար պետքա լինի, ինչ չափի պետքա լինի եւ ինչ նպատակով, ինչ մոտիվացիայով դա պետքա լինի, բայց միևնույն է դա այդպես է, այսինքն պետական մանկավարժական համալսարանը ոչ միայն միջազգային առումով, այլ նաեւ մեր բարձրագույն կրթական համակարգում ոչ լավագույն հեղինակություն ունեցող համալսարաններից է եւ այդ համալսարանի կառավարման խորհրդի նախագահը ուշադրություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն է։ Ժան Անդրեասյանը ինքն է փաստացի ղեկավարում որպես կառավարման խորհրդի նախագահ մանկավարժական համալսարանը եւ դա բացի դրանից որ չունի ոչ մի էական նշանակալի ակադեմիական հաջողություններ, այլ նաեւ թաթախված է այդպիսի մութ եւ ստվերային փոխհարաբերություններում, որը իհարկե առաջին հերթին կառավարման խնդիրն է։ Դե նախ ասենք, որ մենք ունենք մի այդ ոլորտը եւ կրթության, եւ սպորտի, եւ երիտասարդության հարցերի ղեկավարող նախարարը Ժան Անդրեասյանը իր ղեկավարած ոլորտի ոչ մի ուղղության հետ ոչ մի առնչություն չունի, այսինքն օրինակ նախարարությունը կոչվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որի ֆունկցիաների մեջ են մտնում նաեւ երիտասարդության հարցերը։ Ժամանակին օրինակ կրթության եւ գիտության նախարարություն առանձին էր, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը առանձին։ Այդ նախարարությունները միավորել են Ժան Անդրեասյանին կարգել դրա նախարար, որի ոչ մի բաղադրիչ հետ նա կապ չունի, ասենք հերթով եթում ենք կրթություն, ուսուցիչ չի, երբևէ կրթական ոլորտում չի առնչվել, չի աշխատել, գիտություն, գիտնական չի, չունի որևէ գիտական աստիճան, կրթություն, գիտություն, հետո գասա մշակույթ, մշակութային գործիչ չի, ոչ երգիչ է, ոչ բանաստեղծ, ոչ նկարիչ, ոչ դերասան, այդ ոլորտի հետ կապ չունի, ոչ սպորտսմեն է, որևէ մարզաձևով նույնիսկ սիրողական մակարդակով զբաղվելու ունակություն չունի, այսինքն երբ որ
վարչապետ օրինակ չունենալով համապատասխան ֆիզիկական տվյալներ, կարողություններ, որպես նաև դերասան, թատերական իմաստով հեծանիվ է քշում, օրինակ Ժաննա Անդրեասյանը հեծանիվ էլ չի քշում։ Նույնիսկ վարչապետի օրինակով, երբ որ վարչապետը փորձում այդ ձևով նաև քարոզել հեծանիվը եւ նույնիսկ նախարարը նրան բանետեղ չի կարում հեծանիվ, օրինակ ոչ մի մարզաձև չեմ պատկերացնում, որ Ժաննա Անդրեասյանը կարա այդ մարզաձևով զբաղվի, թեկուզ սիրողական մակարդակ։ Եւ ոչ էլ երիտասարդ, այսինքն իր ոլորտի քաղաքական ուղղություններից որևէ մեկի հետ կապ չունեցող մարդը Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտները գլխավորող առանցքային պաշտոնյանա, որը պետք է մշակի եւ իրականացնի պետության քաղաքականությունը այդ ոլորտներում։ Եվ մենք ունենք ցավոք սրտի շատ ծանր խորքային ստեյության ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ գտնվող բարձրագույն կրթության համակարգ, Հայաստանի ոչ մի բուհ չունի բարձր միջազգային հեղինակություն եւ վարկանիշ, ընդգրկված չի աշխարհի առաջատար գոնե 500 համալսարանների ցանկում, սա նշանակում է, որ արդեն կազմակերպական բովանդակային իմաստով հայաստանյան բուհերը ի վիճակի չեն տալու ժամանակակից աշխարհի իմաստով մրցունակ կրթություն, բայց դրա հետ միասին նաև ռեգրես գոյություն ունի։ Գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ղեկավարվում են քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից, երբ որ Նիկոլ Փաշինյանը 18 թվին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ հենց դա էր խոստանում, որ բուհերը այլևս չպետք է քաղաքականացվեն։ Բայց այսօր ասեցինք, մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն է։ Տնտեսագիտական համալսարանի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, որ դրա իրավունքը չունի, նախագահի պաշտոնը թույլ չի տալի այլ պաշտոն զբաղեցնել։ Կառավարման ակադեմիային է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Բրյուսովի համալսարանին է նախկին փոխվարչապետն էր, որը հեռացվեց այդ համալսարանի ռեկտորի պաշտոնի ընտրությունը տապալելուց հետո, որը հետո իհարկե ապօրինաբար տիրացան այդ պաշտոնին։ Գլխավոր մեր բուհը, մայր բուհը Երևանի պետական համալսարանը, դրա կառավարման խորհրդի նախագահն է նախկինում դատված պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ֆիզիկական կուլտուրայի սպորտի հայկական պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահն է նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Այսինքն ամեն տեղ քաղաքական ներազդեցություն, նաև ռեգիոնալ բուհերի։ Եվ հիմա մշակում են մի օրենսդրական փոփոխություններ, որով նպատակ ունեն վերացնել մարզային բուհերը եւ նաև մասնագիտացված բուհերը։ Օրինակ պահանջ են դրել, որ մինչև 4000 ուսանող ունեցող բոլոր բուհերը պետքա փակվեն։ Իսկ դա նշանակում է, որ փակվելու վտանգի տակ են ոչ միայն բուհերի մասնաճյուղերը, առաջինը ցավոք սրտի սկսեցին տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղից, որի հիմնադիր տնօրենն եմ եղել ես եւ 4 տարի պաշտոնավարել եմ այդ պաշտոնում կայացման դժվարին փուլերը հաղթահարելով, փակեցին Եղեգնաձորի մասնաճյուղը, հիմա այնտեղ արդեն 4 տարի ընդունելություն չի կազմակերպվում եւ փակվելու են, ասենք օրինակ ռեգիոնալ համալսարաններ մենք ունենք Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը, կմնա թերևս ուրեմն Շիրակի պետական համալսարանը, որի ուսանողների քանակը ոնց որ թե չեմ առայժմ կարողանում է հաղթահարել։ Բայց դա ժամանակի ընթացքում կարող է փոխվել։ Փակման վտանգի տակ են մասնագիտացված բուհերը, որոնք օբյեկտիվորեն չեն կարող ունենալ մեծ թվով ուսանողներ եւ այդ բուհերի ֆունկցիոնալ գործունեությունը պայմանավորված է ոչ թե ուսանողների քանակով, այլ կրթական ծրագրերի եւ մասնագիտությունների առանձնահատկություններով, ասենք օրինակ Երևանի պետական կոնսերվատորիան Կոմիտասի անվան ոչ մի պարագայում չի կարող ունենալ հազարավոր ուսանողներ, որովհետեւ դա այն մասնագիտացված ուսուցման ձևն է, որ նույնիսկ ուսման արդյունավետությունը ենթադրում է ուսանողի նկատմամբ անհատական մոտեցում, այսինքն հնարավոր չի կոնսերվատորիայում ունենալ մի մասնագիտական հոսք կազմված ենթադրենք 100 ուսանողից, այսինքն միանգամից 100 դաշնակահար չեն կարող դասախոսություն լսել։ Նրանց մասնագիտական գիտելիքներ, արդյունավետությունը պայմանավորված է դասախոսի եւ ուսանողի անհատական աշխատանքով։ Եվ միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ որակյալ կադրեր, ինչը որի դեպ ասեմ, մեր մասնագիտացված
ուսումնական հաստատությունները մինչև հիմա կարողացել են տալ այդ թվում եւ պետական համալսարանը կոնսերվատորիան, որը հրաշալի երաժիշտներ, նաեւ համաշխարհային համբավ ունեցող երաժիշտներ են այդ համալսարանի շրջանավարտները, բայց դա հիմա փակման վտանգի տակ է։ Նույնը վերաբերվում է թատերական ինստիտուտին, նույնը վերաբերվում է Գեղարվեստի ակադեմիային, այսինքն մասնագիտացված բուհեր չեն կարող մենք ունենալ մեկ տարվա ընթացքում ենթադրենք 100 նկարիչներ ընդունվեն եւ ստանան գեղանկարչի մասնագիտություն եւ նրանք չեն կարող նաեւ դրսեւորվել մասնագիտորեն, այսինքն դա մասնագիտություն է, որը իր յուրահատուկությունը նաեւ իր անհատականությամբ պայմանավորված, բայց սրանց համար փակելով այդ բուհերը ըստ զրկում են մեր երիտասարդներին, առանց այդ էլ ոչ շատ որակյալ կրթություն ստանալու հնարավորություններից իրենց մասնագիտական կողմնորոշման իմաստով։ Շատ ծանր վիճակում են գտնվում, բավականին վերջին շրջանում մեծ հաջողություններ արձանագրած պետական քոլեջները եւ մարզային քոլեջները, որոնք պատրաստում էին տարբեր արհեստագործական մասնագիտություններով մասնագետներ, որոնք իրենց կյանքի փորձառություն են ձեռք բերում հետագայում։ Դրանք նույնպես գտնվում են ծանր, այսինքն երիտասարդության համար գնալով վտանգվում է իրենց կյանքի կազմակերպման եւ տվյալ պահին իրենց երիտասարդության հասակում եւ նաեւ հետագա կյանքի իմաստով գլխավոր ինստիտուցիոնալ համակարգը, կրթական համակարգը։ Մյուսը դա երիտասարդների զբաղվածության խնդիրն է։ Երիտասարդները ոչ միայն սովորում են, այլ որոշները նաեւ ուսման ընթացքում աշխատում, իսկ որոշները առաջի աշխատանքային փորձ են անում կյանքում, որը դառնում է առաջին աշխատանքը, մասնագիտական առաջին ուղղությունը, որպես կանոն կողմնորոշիչ է լինում հետագա ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ հիմա մենք ունենք զբաղվածության լրջագույն խնդիրներ, հատկապես երիտասարդության շրջանում, որովհետև պետությունը չի կարողանում ղեկավարել տնտեսությունը, մեր երկրի տնտեսական համակարգում, տնտեսության մեջ չկան ներդրումներ, չկան արտասահմանյան ներդրումներ, վերազգային կորպորացիաները Հայաստանում ներդրումներ չեն անում, իրենց հետ մեր երկիր չեն բերում ոչ միայն աշխատանքի պայմաններ ներդրումներ, այլ նաև աշխատանքի մշակույթ, օրինակ, երբ որ ես Լեհաստանում պաշտոնավարում էի, մի շարք վերազգային կորպորացիաներ Լեհաստանում ունեն իրենց ձեռնարկությունները եւ ասենք օրինակ LG աշխարհում ամենամեծ գործարանը գտնվում է Լեհաստանում, այնտեղ Samsung-ը 2-3 գործարաններ ուներ Լեհաստանում։ Հիմա այդ ընկերությունները, երբ որ գտնվում են այդ երկրում, նրանք ոչ միայն ներդրումներ են անում եւ ստեղծում են աշխատատեղեր հազարավոր մարդկանց համար, խոշոր ընկերություններում մեծ թվով աշխատակիցներ են աշխատում, այլ նաև բերում են բիզնեսի մշակույթ, այսինքն այդ ընկերությունում աշխատող մարդը, անկախ նրանից ազգությամբ լեհա, հայ, թե գերմանացի է, թե չգիտեմ, չինացի, եթե նա աշխատում է այդ ընկերությունում, նա արդեն մտնում է այդ ընկերության կորպորատիվ կառավարման, կորպորատիվ պատասխանատվության տիրույթում եւ դա ազդում է իր անհատական նաև մասնագիտական որակների ձևավորման վրա։ Նույն եղել է մեր մոտ, չէ՞, ասենք ժամանակին Հայաստանում միջազգային բանկեր կային, որոնք աստիճանաբար փակում են եւ դադարեցնում իրենց գործունեությունը Հայաստանում, օրինակ HSBC Bank Հայաստանը։ Դա ոչ միայն ներդրումներ էր եւ մեծ մասնակցություն Հայաստանի ֆինանսական շուկայում, ֆինանսական համակարգում, այլ նաև բանկային ոլորտի կադրերի պատրաստման դարբնոց մարդիկ, ովքեր աշխատում էին HSBC Bank Հայաստանում, արդեն ձեռք էին բերում այդ ընկերության ընդհանուր անձնակազմի կառավարման, կորպորատիվ ավանդույթների, հարաբերությունների ընդհանուր համակարգի մեջ գտնվելով, ձեռք էին բերում մասնագիտական գիտելիքներից բացի նաև անհատական այլ հատկանիշներ եւ հմտություններ, որոնք իրենցից որակ էին ներկայացնում եւ միջազգային մրցունակություն առաջացնում։ Պատահական չի, որ այդ վերազգային կորպորացիաներում աշխատող մեր հայրենակիցները նաև շատ հեշտ կարողանում են աշխատանք գտնել այլ երկրներում, նմանատիպ կառույցներում եւ հենց այդ նույն ցանցի, նույն համակարգի ես գիտեմ բազմաթիվ երիտասարդների, որոնք մեր բանկային համակարգում միջազգային բանկերում աշխատելով, այդ բանկերի այլ երկրների մասնաճյուղերում դառնում են պահանջված աշխատակիցներ։ Իսկ հիմա մեր երիտասարդների համար այս հնարավորությունները գնալով աստիճանաբար նվազում են։ Երիտասարդները չունենալով արդեն բավարար կրթություն, խոսում էի քիչ առաջ դահարակրթության մասին, այս տարի միայն 2025 թվականին ընդունելության քննություն հանձնած շրջանավարտների 25%-ը դրական գնահատականներ չի ստացել, այսինքն
շեմ կրթական նվազագույն շեմ չի հաղթահարել, ինչը վկայում է հանրակրթության ոլորտում գոյություն ունեցող աղետալի վիճակի մասին, այսինքն ուսուցիչները, որոնք պետքա լավագույնները լինեին, սովորում են ոչ լավագույն համալսարանում, նրանք հետո գնում են դպրոցներում, աշխատում հիմնականում քաղաքական տարբեր մոտիվացիաներով, նայում ենք այդ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի տգետների դպրոցի սեանսները, որոնք կազմակերպվում են տարբեր մարզերում, հիմնական մասնակիցները տարբեր դպրոցների ուսուցիչներ, այսինքն վարչական ռեսուրսի ներգրավվածությամբ, նրանք գնում նստում ոչ բարձր վարձատրությամբ աշխատավարձով, չունենալով անհրաժեշտ մոտիվացիա իրենց մասնագիտական գիտելիքները բարձրացնելու, նաև սրտացավություն չունեն իրենց աշակերտների նկատմամբ եւ դա որպես երևույթ եմ ասում, որովհետեւ կան իսկապես անհատներ, առանձին վերցրած ուսուցիչներ, մանկավարժներ բոլոր օղակներում եւ դասախոսներ, որոնք իրենց գործի նվիրալ են անկախ որևէ հանգամանքից։ Իհարկե նրանք հենց այն հենասյուներն են, որոնց վրա հենվում այդ համակարգը, բայց ընդհանուր առումով ինստիտուցիոնալ իմաստով համակարգը ճգնաժամի մեջ է։ Եվ հետեւաբար մեր երիտասարդները չունենալով բավարար կրթություն, չունենալով աշխատանք, դառնում են այլևս լուրջ խնդիրներ ստեղծող եւ իրենց համար եւ հասարակության համար։ Եվ այն բացասական երևույթները, որոնք այսօր մեր հասարակության մեջ ոչ միայն կան, այլ գլուխ են բարձրացնում, դրանք հենց դրա հետևանքներն են։ Խոսքը վերաբերում է հանցավորությանը, խոսքը վերաբերում է թմրամոլությանը, բարձա չէ որ մարդը, ով ունի բավարար կրթություն, ով ներգրաված է կրթական տարբեր ծրագրերում, համալսարան ավարտելուց հետո մտածում է մագիստրոսական կրթության մասին, ով աշխատում է, ծանրաբեռված է իր աշխատանքային պարտականություններով, ամուսնացել է, ունի իր ընտանիք, ունի իր երեխաները, նրան այլևս գրավիչ չեն, նա ժամանակ չունի, նրա հոգսերը այլևս չեն կարող նրան տանել այլ անթույլատրելի, անընդունելի, վտանգավոր ուղղություններին, ինչպիսին կարող է լինել հանցավորությունը, ինչպիսին կարող է լինել թմրամոլությունը, ինչպիսին կարող է լինել հարբեցողությունը եւ այլն, որովհետեւ մարդու կյանքը այլևս ունի կազմակերպվածության այլ իմաստ եւ այլ ռեժիմ։ Եվ սա հատկապես կարեւոր է երիտասարդների նոր ձևավորվող հասարակության համար։ Նույնը վերաբերում է նաեւ մասնակցությունը հանրային կյանքին, ինչքանով են երիտասարդները մասնակցում հասարակական, քաղաքական հարաբերություններին։ Մենք այսօր տեսնում ենք համընդհանուր անտարբերություն երիտասարդության կողմից, քաղաքական պրոցեսների նկատմամբ, մեր երկրի ճակատագրին վերաբերող հարցերի նկատմամբ, անգամ իրենց համայնքային կյանքի խնդիրների լուծման հարցերում երիտասարդությունը գրեթե ներգրավվածություն չունի եւ պետությունը որևէ ջանք ստեյության չի գործադրում նրանց ակտիվ հասարակական կյանք բերելու համար։ Սա իրենց հետ առաջացնում է նաեւ սոցիալական խնդիրներ, ինչի մասին ես քիչ առաջ խոսում էի, եւ կարեւոր է նաեւ երիտասարդների ժամանցի արդյունավետ կազմակերպումը, ինչը կարող է լինել զանգվածային սպորտի զարգացման եւ տարածման միջոցով, տարբեր ժամանցային միջոցառումներ կազմակերպելու միջոցով, երիտասարդների համար համատեղ մշակութային ծրագրեր, քննարկումների միջավայր ստեղծել, օրինակ ժամանակին բոլոր 10 մարզերում գոյություն ունեն մարզային երիտասարդական կենտրոններ, որոնք համախմբում են երիտասարդների, ներգրավում ըստ իրենց նախասիրությունների տարբեր ծրագրերում, կազմակերպում քննարկումներ։ Դրանք բոլորը վերացել են եւ հիմա նոր կրթության նախարարությունը փորձում է այդ ուղղությամբ որոշակի ջանքեր գործադրել, բայց հաջողություններ տեսանելի գոյություն չունեն։ Իդեպ ասեմ, որ երիտասարդական քաղաքականություն ունի նաեւ պետական իրավական նաեւ ամրագրում, մասնավորապես մեր սահմանադրությունը սահմանում է, որ պետական քաղաքականության հիմնական նպատակներից է քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը, այսինքն երիտասարդության մասնակցության ապահովումը, խթանումը եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ մշակութային հարաբերություններում դա պետության սահմանադրական խնդիրներից են, նպատակներից մեկն է հանդիսանում։ Եվ այս իմաստով վերջերս ընդունվեց օրենք 2025 թվականի մարտի 5-ին երիտասարդական քաղաքականության մասին, ես ինքս ազգային ժողովում մասնակից եմ եղել այդ օրենքի քննարկման կապակցությամբ հրավիրված խորհրդարանական լսումներին եւ հասկացել մի բան, որ այդ օրենքը իր բովանդակությամբ դատարկ ոչ մի հստակ կարգավորումներ չունեցող եւ ընդունված է այդ օրենքը, թե այն ընդհանրապես չընդունվեր գոյություն չունենար, պետական երիտասարդական քաղաքականության վրա որևէ էական ազդեցություն այդպես էլ չէր թողնում։ Եվ դա հենց երևում է պետության քաղաքականությունից։ Ես այս թեմատիկ զրույցը պատրաստելուց առաջ հատուկ նայեցի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնական կայքում պետական ծրագրերի բաժինը, որպեսզի հասկանամ, թե պետական ինչպիսի
ծրագրեր են իրականացում երիտասարդության ոլորտում եւ ունեցա ընդամենը 2 արձանագրում, երրորդը որոշակիորեն է առնչվում եւ կրթության հետ եւ քանի որ կրթությունը երիտասարդներին բնորոշ է, կրթական հիմնական ծրագիրը, որը վերջին շրջանում ունի արդյունավետության ոչ բավարար մակարդակ, շահառուների փոքր թվի պատճառով, դա երիտասարդ ընտանիքների մատչելի բնակարան պետական ծրագիրն է, ընդ որում այս ծրագրի հեղինակը դեռ նախորդ կառավարությունն է, այսինքն սա ոչ թե 18 թվի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո իրականացվող կառավարական ծրագիր, այլ շարունակվում է այն ծրագիրը, որը սկիզբ էր առել դեռևս մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, եւ իսկապես այս ծրագիրը դեռ ժամանակին ուներ բազմաթիվ շահառուներ եւ հազարավոր երիտասարդ ընտանիքներ, նորաստեղծ ընտանիքներ օգտվել են այս ծրագրից, դարձել դրա շահառու եւ հնարավորություն են ունեցել ձեռք բերել մատչելի բնակարաններ։ Եվ մյուսը դա միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին եւ այլ հանրային միջոցառումներին հայաստանցի երիտասարդների եւ երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցության պետական ծրագիրն է։ Սրանով պետությունը հիմնականում ճամփորդական ծախսերի փոխհատուցման կամ մասնակցության համար ապահովման այլ դրամաշնորհներով աջակցում է երիտասարդների մասնակցություն արտերկրում կազմակերպվող տարբեր միջոցառումների։ Դեպ ասեմ, որ մեր երիտասարդությունը, եթե հիմնականում այս կամ այն ծրագրերից օգտվում, ապա դրանք ոչ թե մեր կառավարության, այլ օտար երկրների կառավարության ծրագրերի արդյունքում, օրինակ շատ գնահատելի է Միացյալ Նահանգների մասկի կրթաթոշակի ծրագիրը, որի շահառուներն են եղել Հայաստանում հազարավոր երիտասարդներ, հնարավորություն ունենալով մագիստրոսական կրթություն ստանալ Միացյալ Նահանգների տարբեր առաջատար համալսարաններում, բայց դա ոչ թե մեր կառավարության, այլ Միացյալ Նահանգների կառավարության ծրագիր է, որի շահառուն այդպիսի ծրագրեր շատ կան, որ տարբեր երկրների կառավարություններ, խթանելով նաև իրենց երկրներում օտար երկրյա ուսանողների ներգրավվածությունը, իրականացնում են նման ծրագրեր լավագույն ուսանողներին հնարավորություն տալով ուսանել իրենց երկրի։ Այդպիսի պետական քաղաքականության ծրագրեր անում է ոչ միայն Միացյալ Նահանգներ, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, եվրոպական երկրներ մի քիչ ավելի կախված իրենց ֆինանսական հնարավորությունից մի քիչ ավելի համեստ են այդ առումով, օրինակ Լեհաստանում տարեկան միջպետական ծրագրով կրթություն ստանալու հնարավորություն են ունում 2-3 բակալավրիատի մոտ այդքան մագիստրոսական ծրագրերով Հայաստանի քաղաքացի ուսանողներ, իսկ այլ օրինակ Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիրը, որը եւ Հայաստանի եւ Արևելյան Եվրոպայի երկրների համար Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորող ծրագիր է, բայց մեր պետության քաղաքականությունը գրեթե ոչինչ չի տալի մեր երիտասարդներին։ Ընդհանուր առմամբ սիրելի հայրենակիցներ, ասեմ ձեզ, որ երիտասարդությունը չնայած իր բնական, ակտիվ, կարևոր կարգավիճակին, ոնց որ անտեսված լինի մեր հասարակության մեջ։ Երիտասարդները ցավոք մասնակից չեն հասարակական հարաբերություններին իրական եւ այս առումով լուրջ խնդիր ունեն համալսարանները, որոնք կրթական միջավայր ստեղծելուց բացի անշուշտ հոգ պետք է տանեն մեր երիտասարդների ակտիվ կյանքի կազմակերպման, հասարակական հարաբերությունների ներգրավվածության, գիտական, ուսումնական, արտահամալսարանային նախաձեռնություն իրականացնելու ծրագիր, ինչին որ մեր համալսարաններում չենք հանդիպում։ Ժամանակին էլ ուսանողական խորհուրդները ունեցել են քաղաքական ուղղվածություն եւ իմ փորձառությունից պետք է ասեմ, որ ուսանողական խորհուրդները դրանք հիմնականում համալսարանական ադմինիստրացիայի ռեկտորատի հետ սերտ համագործակցող, տվյալ ժամանակվա քաղաքական իշխանության գիծը սպասարկող եւ լայն առումով մեծ ուսանողական հանրության վրա քիչ ազդեցություն ունեցող եւ նրանց շրջանում փոքր հեղինակություն վայելող գործիք մի քանի երիտասարդներ հրճակվել են տարբեր մեխանիզմներով ուսանողական խորհրդի նախագահներ, հարաբերություններ հաստատել ռեկտորների, դեկանների, համալսարանի մի քանի դասախոսների հետ, դրանց արդյունքում իրանց մեծ մասը, եթե նայեք ժամանակին ստացել են գիտությունների տեխնացուների աստիճաններ, հիմա արդեն կոչվում են դոկտորներ, առանց էական վաստակի, առանց գիտական ինչ-որ կամ մասնագիտական գիտելիքների կամ հաջողությունների, հենց իրենց այդ ուսխորհրդի նախագահ լինելու կարգավիճակով առավելապես պայմանավորված եւ ազդեցություն չեն ունեցել։ Ավելի վատ վիճակը հիմա։ Մենք լսել ենք այդ ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ հայտնի Թորնիկի ուրեմն սկանդալային պատմությունները, նրա ներգրավվածությունը, ընդդիմադիր գործիչների ուրեմն քրեական պատասխանատվության մեջ ներքաշելու նրա անազնիվ կեցվածքը, որը հետագայում դառնում է իր համար կարիերայի լուրջ
դրսևորումներ։ Նույնը հիմիկվա մյուս համասարանական ուսանողական խորհուրդներն են, որոնք շարունակում են մնալ բուհերի ադմինիստրացիայի վերահսկողության տակ, չունենալով հեղինակություն լայն ուսանողական հանրության շրջանում եւ չկարողանալով կազմակերպել ակտիվ ուսանողական կյանք։ Չկան այնպիսի մեծ ծրագրեր, որը ցույց տա ապահովի հանրության մեջ երիտասարդության մասնակցությունը, այնպես ինչպես նախատեսված է մեր սահմանադրության մեջ։ Եվ ինչ ստացվեց, որ այս իշխանության գալու հարցում Նիկոլ Փաշինյանի եւ նրա փոքրիկ խմբակի ամենամեծ դերը ունեցան երիտասարդները, որովհետեւ 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխության այդ մեծ խարդախությանը, այդ մեծ խաբեությանը հիմնականում զոհ դարձան ուսանողները, նրանք էին ոգևորված, հավատում այդ հեղափոխությանը, նրա գաղափարներին, այդ հեղափոխության բերող արդյունքներին, երիտասարդներն էին ներգրաված եւ Նիկոլ Փաշինյանը ելույթում բազմաթիվ անգամ ասել է կառավարության ծրագիրը ներկայացնելուց, որ սա երիտասարդների արած հեղափոխություն։ Եվ իսկապես դա այդպես էր, հիմնական մասնակիցները 18 թվի մեր ժողովրդի կյանքում հետագայում ողբերգական դարձած այդ իրադարձության երիտասարդներն էին, ուսանողները տարբեր բուհերի, տարբեր կազմակերպություններում աշխատող երիտասարդ աշխատակիցները, նույնիսկ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները։ Եվ ինչպես կարող էին նրանք մտածել անգամ, որ 18 թվի նրանք պայքարում են 20 թվի իրենց մահվան համար, որովհետև նրանք Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, որպեսզի պայմաններ ստեղծեն իրենց համար առավել բարեկեցիկ, խաղաղ, արժանապատիվ կյանք ունենալու համար, բայց նրանք պարզապես կորցրեցին իրենց կյանքը, որովհետև այս իշխանության հիմնական զոհերը դարձան երիտասարդները։ Այնքան երիտասարդ մարդ, որ զոհվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, երբեք ոչ միայն չի եղել, այլ հուսանք չի լինելու եւ նույնիսկ դժվար է պատկերացնել, որ կարող լինի որևէ այլ ժամանակաշրջանում։ Այսինքն այս իշխանությունը պարզապես իր գործողություններով սպանում է մեր երիտասարդներին, մի մասին ֆիզիկապես, տասնյակ հազարավորների դարձնելով հաշմանդամ, իսկ այդ ամենի սոցիալական խնդիրները դեռ մենք զգալու ենք տարիներ հետո։ Ես 2020 թվականի պատերազմից հետո, երբ դեռ հեռացված չէի տնտեսագիտական համալսարանից, մի օր նկատեցի, որ դասախոսության ժամանակ ուսանողների հաշվառում իրականացնելիս նկատեցի, որ մատյանում անունները, որ կարդում եմ ներկա բացական անելուց, հաշվառում անելուց, նկատում եմ, որ առավելապես աղջիկների անուններ են մատյանում։ Դասից հետո նստեցի սկսեցի հաշվել, ասենք 32 հոգանոց խմբում 5 տղա են, մյուսները աղջիկ։ 35 հոգանոց խմբում 7 տղա, մյուսները աղջիկներ։ Ու հարցնում եմ, ասում եմ, երեխեք դուք ո՞ր թիվ եք։ Ու պարզվում է, որ իրանք 2000, 2001, 2002 այդ թվականներին ծնված աղջիկներ են։ Նայում ես հրաշալի օրիորդներ, գեղեցիկ, խելացի, զուսպ իրենց կեցվածքով, հրաշալի երիտասարդներ։ Բայց մտածում ես, ասում ես, լավ, այս երեխեքը, նրանք փաստորեն մեծ մասը չամուսնացած այգիներ են։ Այն երիտասարդները, որոնց հետ նրանք պետք է ամուսնանային, կապեին, իրենց կյանքը ստեղծեին ընտանիք, նրանք այլևս չկան, նրանք սպանվել են, նրանք մահացել են։ Հետևաբար այսքան երեխու, այսքան աղջկա ճակատագիրը ինչ է լինելու ապագայում։ Սա խնդիր է, որի հետ մենք բախվելու ենք։ Վերջի այդ երեխեքը պիտի ում հետ ամուսնանան։ Ստիված պետքա միգուցե չամուսնանան, չունենան ընտանիք, կամ ստիված լինեն ամուսնանալ օտարների հետ, ինչը իր հերթին բազմամուսնության, այդ խառնամուսնության հետևանքներով իր մեջ որոշակի ռիսկ է պարունակում ազգային գենոֆոնդի պահպանության իմաստով։ Միգուցե պետքա ստիված լինեն գնան օտար երկրներ, ապրեն օտար միջավայրում, որտեղ իրենց երկրում իրանք այլևս այդ հնարավորությունից զրկված են։ Նույնը վերաբերվում է վիրավորում ու հաշմանդամություն ստացած երիտասարդներին, որոնք այդ ճակատագրին արժանացել են հենց այդ պատերազմի դրա հետևանքներով, որովհետև ֆիզիկապես իր առողջությունը կորցրած մարդ այլևս չի կարող լիարժեք կերպով ներգրաված լինել հասարակական կյանքում, իրականացնել իր նախընտրած աշխատանքը, նա ստիված պետք է լինի անել այն, ինչ ինքը կարող է անել իր ֆիզիկական տվյալ պահի վիճակից ելնելով։ Եվ այս դժբախտությունները մեր երիտասարդների առաջ բերել է այս իշխանությունը։ Եվ հիմա էլ նրանք գտնվելով
այս իշխանությունների գործունեության այլ հետևանքների, թմրանյութերի ազդեցության տակ, որը հիմա գլուխ է բարձրացել մեր երկրում թմրանյութերի շրջանառության մասին հիմա խոսում են Հայաստանում տոննաներով, այսինքն Տելեգրամյան ալիքների քանակները հաշվում են հարյուրներով եւ հազարներով, բացահայտվող թմրանյութի քանակները կշռվում են կիլոգրամներով եւ տոննաներով։ Այս փոքր հասարակության մեջ պարզ է, չէ, որ դրանց հիմնական թիրախը երիտասարդներն են, դժվար է պատկերացնել թոշակառու 500,000 թոշակառուների, որոնք կգնան եւ թմրանյութ ձեռք կբերեն իրենց գործածության համար։ Պարզ է, որ դրանց թիրախում երիտասարդներն են։ Նրանք թիրախ են դառնում, որովհետեւ զրկված են պատշաճ կրթության հնարավորությունից, զրկված են աշխատանքի հնարավորությունից, զրկված են իրենց կյանք ընտանիքը կազմելու, ապրելու հնարավորությունից։ Իսկ այդ դժբախտությունները նրանց պատճառել է մեկ մարդ, նրա անունն է Նիկոլ Փաշինյան, իր փոքրիկ հանցավոր խմբակով։ Եվ այս ողբերգությունները կանխելու եւ մեր երիտասարդների համար լուսավոր ապագա ստեղծելու, նաեւ նրանց մասնակցությամբ, նրանց ջանքերով մեր երկիրը վերականգնելու համար պետք է առաջին հերթին նրանց ներգրավվածությունը, նրանց մասնակցությունը։ Սիրելի երիտասարդներ, դուք պետք է հոգ տանեք ձեր ապագայի համար։ Պայքարի դուրս եկեք այս անազնիվ հակապետական ապազգային ռեժիմի դեմ, որոնք բարի բոլոր իմաստներով խժռում են առաջին հերթին ձեր կյանքը, ձեր ներկան եւ ապագան։ Այսքանը սիրելի հայրենակիցներ այս թեմատիկ զրույցի շրջանակներում բաժանորդագրվեք 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, ցանկության դեպքում թողեք ձեր մեկնաբանությունները